Շաքարային դիաբետ ունեցող սիրելի երեխաներ եւ նրանց ծնողներ։ Երբեմն դուք հայտնվում եք տարբեր իրավիճակներում եւ միշտ չի որ կարողանում եք ճիշտ կողմնորոշվել այդ իրավիճակներում։ Օրինակ, երեխայի գլյուկոզան չափել եք եւ այն կազմել է 25 մմոլ լիտր եւ դուք չգիտեք ինչ անել։ Ինչն է պատճառը, որ գլյուկոզան բարձրացել է։ Ամենաառաջին պատճառը, որը պետք է շղթել, պետք է երեխային հարցնել, ինչ է կերել, որքան է կերել, եւ շատ հաճախ մենք ունենում ենք իրավիճակներ, երբ որ երեխան սնվել է առանց ծնողին զգուշացնելու կամ ներարկումից հետո լրացուցիչ հացային միավորներ է կերել։ Երբ որ դուք պարզաբանում եք, որ երեխան ավել է կերել, քան պետք է ուտեր, առաջի գործողությունը, որ պետք է անել, պետք է լրացուցիչ ներարկել կարճատև ազդեցության ինսուլին։ Երկրորդ եւ բավական հաճախ հանդիպող պատճառը կարող է լինել ցածր գլյուկոզան, հիպոգլիկեմիան։ Այո, գլյուկոզայի իջեցումը հետագայում կարող է բերել բարձր գլյուկոզայի։ Փորձենք հասկանալ դա սլայդի վրա։ Քանի որ գրեթե բոլոր երեխաները կրում են գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի համակարգեր, այս սլայդի վրա դուք կարող եք տեսնել, թե ինչպես կարելի է գնահատել բարձր գլյուկոզայի մակարդակը, այսինքն հասկանալ որն է պատճառը, ինչպես վարվել եւ ինչպես հսկել։ Ինչպես տեսնում եք, գլյուկոզան կտրուկ իջել է, որից հետո կտրուկ բարձրացել է։ Նման պարագայում միշտ ապեք կարճատև ինսուլին ներարկել, քանի որ երբեմն ինքնուրույն կարող է այս բարձր գլյուկոզան իջնել 1 կամ 2 ժամվա ընթացքում։ Եթե դուք կատարում եք լրացուցիչ ինսուլինի ներարկում, դուք նորից առաջացնում եք ցածր գլյուկոզա, հիպոգլիկեմիա։ Բնականաբար բարձր է ռիսկը, որ հետո կարող եք ունենալ հիպոգլիկեմիայից հետո կտրուկ բարձրացող եւ մինչեւ 25-30 մմոլ հասնող գլյուկոզայի մակարդակ։ Պարզեք ձեր երեխայի գլյուկոզայի բարձրացման պատճառը որն է, որպեսզի կարողանաք ճիշտ վերահսկել եւ որոշել կատարել լրացուցիչ ինսուլինի ներարկում, թե ընդհակառակը սպասել, հետո նորից հսկել։